որ Հիսուսն ասեց դուք իմ համար ինչ եք ասում, որ վերջը Պետրոսը ասեց դու ես Քրիստոսը, որ ասեց այս բեմի վրա պիտի կառուցեմ եկեղեցին, եւ մի հատ կարևոր հայտարարություն, որ կարծում սրա վրա ինչքան խորանանք, այնքան մեր մեջ ինչ-որ բաներ կատարել։ Դժոխքի դռները չեն կարող հաղթել։ Ես տարբեր տեսանկյունից եմ մոտենում դժոխքի դռները, օրինակ մենք մտածում ենք, որ Քրիստոսի եկեղեցին դժոխքի դռնով չի մտնելու։ Մենք դժոխքի դռանը չենք հանդիպելու։ Բայց միշտ տեսանկյունն էլ կա։ Դուրը մենք միշտ պատկերացնում ենք միտեղ ամրացրած բան, բայց դուր կա ինքը գալի կուլա տանի։ Դες դռները կա։ Գալիս են բռնում տանում։ Հիմա աշխարհում այդպիսի կազմակերպություն, այդպիսի պաշտոն, այդպիսի վիճակ, քաղաքական, չգիտեմ, դաշտ, չգիտեմ, գիտնականներ, բժիշկների չէ, բոլոր տեղերին դժոխք կարողանում հաղթել։ Բոլոր տեղերից դժոխքը կարողանա տանել։ Միակ եկեղեցին է, որ դժոխքից պաշտպանված է։ Միակ եկեղեցին է, որ Հիսուսն ասեց դժոխքը քեզ չի հաղթել։ Ամբողջ պատմության ընթացքի, ամբողջ աշխարհի մեջ ամենաապահով տեղը աստորեն եկեղեցին է։ Դժոխքը եկեղեցուն չի կարողանալու հաղթել։ Ես սրանց լավ բան։ Ուր է դաս եկեղեցություն։ Ես որ նոր էի, ինձանից թե տարիքով, թե մի քիչ ավելի շուտ ապաշխարած մի հատ քույրիկ էսպիսի քույրիկ է, բայց էսպիսի խորտ են տալի։ Եթե հանկարծ եկեղեցուց դուրս հանեն, դռնով հանեն, լուսամուտով հանեն, դռնով մտի, բայց եկեղեցուց չգնաս։ Այսինքն նույնիսկ եթե քեզ հանեն, եկեղեցուց չգնաս։ Մնա եկեղեցու, որտեղ Աստծո բոլոր խոստումները եկեղեցու։ Ես վերջերս մի տեղ ասեցի, հիմա էլ ասեմ, օրինակ ասենք ես իմ տանը բաքսեր քաշել, ինչ-որ բաներ եւ այլն։ Ես որ ասում իմ տանը ցանկացած մեկներ է տանը։ Բայց ինչ-որ այլը իմ տան համար եմ արել, ես օրինակ պարերը չեմ դրել դրսում, գրանտը չեմ դրել դրսում, ամեն բան այլ եմ ներսում։ Հավատացեք, մենք այդքան իմաստություն ենք, Աստված մեզ այն շատ իմաստ է։ Աստված ամեն բան անում է ներսում։ Իր ընտանիքում, օրհնություններ ունի իր ընտանիքում, կերակուր ունի իր ընտանիքում, ապահովություն իր ընտանիքում, խրատու դաստիարակություն իր ընտանիքում, Սուրբ Հոգով լեցված մարդկանց միջոցով հորդորանք ունի իր ընտանիքում։ Իր ընտանիքից դուրս դες բաներ չես տեսնում։ Իր ընտանիքից դուրս ջերմություն չկա, քրատ չկա, որևէ բան չկա։ Իր ընտանիքում բոլոր խոստումները, որ մնա Աստծո ընտանիքում։ Աստված օրհնեց այդ ամենների համար։